Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրը տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Նարեկ Կոստանյանն է։ Շնորհակալություն, պարոն Կոստանյան, իմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Կոստանյան, դուք միացել եք որոշ ժամանակ առաջ Առաջարկ Հայաստանի ծրագրին, Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմին եւ նախ եւ առաջ պետք է ասեմ մեր հեռուստադիտողներին, որ քանի մոտենում են ուրեմն ընտրությունները հունիսի 7-ը մեր հանրապետությունում նաև ձեզ պարոն Կոստանյան ասեմ, որ դուք տեսնում եք, որ տարբեր իրադարձություններ են տեղի ունենում սոցիալական բնույթի, քաղաքական բնույթի, իշխանությունը ուրեմն տարբեր միջոցառումներ է իրականացնում, ավելի այսպես ժողովրդահաճո, ավելի այսպես դեպի սոցիալական որոշակի հարցերի միտված, հա, դրանց լուծմանը տարբեր օրենքներ են ընդունում բիզնեսի համար, ասենք օրինակ դիցու կալանավորման շեմը 10 միլիոնից ավել էր, հարկեր չվճարելու, հիմա դա փոխում են, այս տարբեր ջանքեր է գործադրվում, ասել է թե նախորդ փուլերում հենց այդպես էլ ասվեց, որ հարկային այսպես կոչված տերորին վերջ ենք տալի եւ ասենք թե տարբեր լուծումներ են փնտրում։ Բայց մինչեւ դրանց անդրադառնալ, ես կուզենայի իմանալ, դուք այդպես անկեղծ ասեք, Առաջարկ Հայաստանի միանալու ձեր դրդապատճառները որոնք են դրանք, խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Մերքան հրավերի համար, եթե թույլ կտաք նախ ներկայացնեմ իմ պատկերացմամբ ինչ են ես ներկայացնում Առաջարկ Հայաստան ծրագիրը եւ ինչով են արժևորվում։ Առաջարկ Հայաստան ծրագիրը նման չէ մյուս ծրագրերին ինչով, որովհետեւ սա ունի նախապատմությունը եւ սա ընդհանրապես նախընտրական փուլի համար, այսպես ասած, արագ հապճեպ կազմված ծրագիր չէ եւ մեր պոտենցիալ ընտրողների համար այսպես ականջահաճո թվացող ծրագիր չէ, այլ սա ունի իր նախապատմությունը։ Մենք շուրջ 2 տարի ձեր գլխավորությամբ տնտեսագետների թիմով ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ տարբեր մասնագիտական հարթակներում եւ տեսական եւ գործնական մակարդակով, նաեւ տեղում այցելություններ ենք ունեցել մարզեր եւ մեր հայրենակիցներից անմիջապես ստացել ենք այն ինֆորմացիան, որ իրանց հուզում է եւ այն խնդիրները, որով հուզում է մեր հայրենակիցների եւ այս ինֆորմացիայի համախմբման արդյունքում ձևավորել ենք այն դրույթները, որ ներկայացված է Առաջարկ Հայաստանի ծրագրում։ Իդեպ դուք լավ հիշեցիք, պարոն Կոստանյան, ես մեր հեռուստադիտողներին ասեմ, որ այո, իրոք այդպես է հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին անցած տարվա մենք մեր տնտեսագետների թիմով, նաեւ մեր եւ տնտեսագետ եւ մեր թիմի անդամ Արմեն Մանուկյանի հետ միասին եղանք հանրապետության գրեթե բոլոր մարզերում եւ պարոն Կոստանյան, այո, միտքը այն էր, որ մենք գնացել ենք որպեսզի այդ Առաջարկ Հայաստանի շրջանակներում ուրեմն լսենք ժողովրդին, հասկանանք նրանք ինչ են մտածում։ Իհարկե չէին կարող խուսափել ամենատարբեր պատասխաններից, որտեղ հարցերը շատ էին, դուք հիշում եք, դուք եք այդտեղ եղել եւ այդ առումով, այսինքն մենք ստացանք առաջին ազդակները, այո, բազա ստացանք, ճիշտ եք ասում, բազա ստացանք եւ հիմա Առաջարկ Հայաստանի ծրագիրը էապես հիմնված է այդ առաջարկների այսպես վրա, որտեղ նրանք խմբավորվեցին եւ տարբեր համայնքներում շատ համանման խնդիրներ կան, խնդրեմ։ Իսկ դուք եկեք այսպես հələ այդ ծրագրային առաջարկները մի կողմ դնենք, այդ դուք որ մենք գնացինք համայնքներ, ինչ զգացիք գյուղացիների մոտ այսպես ինչ կար, ինչ վիճակ էր տիրում սոցիալական առումով, հոգեբանական, ինչ է տիրում գյուղում։ Գյուղացիների մոտ, մեր հարգարժան գյուղաբնակ հայրենակիցների մոտ նկատվում էր այդ միայնության, այսպես ասած, մենակ գտնվելու, այսինքն պետության ձեռքի պակասի կամ համայնքի աջակցության պակասի խնդիր կար։ Իհարկե սոցիալական խնդիրները մի կողմ դրած, գյուղացիները իրենց ապագան, այսպես ասած, մանավանդ երիտասարդ ծերունդ է, եթե հիշում եք, մենք նրանց հետ էլ հանդիպումների ժամանակ տեսանք, որ ապագա չէին տեսնում գյուղում, իսկ մեծահասակ ծերունդի ներկայացուցիչները մտահոգ էին, որ իրենք այն վերջի ներկայացուցիչներն են, որոնք զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ եւ այստեղ սերնդափոխության խնդիր է առաջանալու։ Իսկ գյուղատնտեսությունը գիտենք, մեր պարենային անվտանգության հիմքն է կազմում։ Այո։ Այսինքն եթե այլընտրանքների տեսանկյունից նայենք, երիտասարդ ծերունդը գյուղաբնակ նախընտրում է գալ քաղաք, այստեղ աշխատել, այստեղ բնակվել, այսինքն չի տեսնում իր ապագան գյուղում գյուղատնտեսական գործունեություն տարածելու։ Շատ բարի, տեսեք, այո, այդ զգացողությունները բոլորիս մոտ էր, տեսեք, պարոն Կոստանյան։ Այստեղ նախ պետք է մենք արձանագրենք շատ այսպես մի տխուր փաստ, որ փաստորեն գյուղը ծերանում է։ Այսինքն գյուղում, ճիշտ է, քաղաքն էլ ընդհանուր առմամբ հանրապետության բնակչությունը ծերացման գործընթացի մեջ է
եւ պատահական չէ որ ժամանակին շատ քննադատված այդ կൂտակային կենսաթոշակային համակարգը որ ներառեցին, նաեւ դրա այսպես կանխատեսումներից մեկը դա էր, բայց հետ գալով գյուղի խնդրին, չէ որ գյուղը ազգապահպան դեր ունի, հատկապես բոլոր տեղերում, բայց նաև սահմանամերձ հատվածներում, հեռավոր մարզերում, եթե գյուղը չկա, ինքը դատարկվում է կյանքը եւ դատարկվում է երկիրը։ Սա լրջագույն խնդիր է եւ ես կարծում եմ այն միտքը, որ մենք գեներացրել ենք, ասենք ցավոք սրտի, որ մեր երկիրը տնտեսությունը դարել է մեծ գլխով եւ փոքր մարմնով մի այսպիսի այսպես անկանոն, անճորնի այս բնույթի մի տնտեսություն ունեցող երկիր, շատ վատ բանի մասն է խոսում եւ նաեւ այնտեղ դատարկվում է, իսկ ասենք Երևանն էլ դառնում է անհարմար կյանքի համար այդ ամբողջ կൂտակումից, չէ՞, տեսեք։ Այսինքն դուրս է գալի, որ ընդհանուր առմամբ խաթարվում է, դեֆորմացված, խաթարված մենք հանրային եւ տնտեսական կյանք ենք ունենում, սիրելի հեռուստադիտող, սա լուրջ մտահոգության առարկա է եւ պետք չէր թողել, որպեսզի ինքը Երևանը վերածվի, որտեղ այս խնդիրը նոր չի, արդեն կա 10 տարի, 15 տարի, պետք չէր թողել, որ խնդիրը հասնի այսպես ծայրահեղ վիճակի, ոնց որ ասում է, դանակը հասնի ոսկորին, եւ նոր հիմա փորձենք ինչ որ ապակենտրոնացման, ինչ որ քայլեր անենք, քիչ հետո մենք կտեսնենք, թե այդ առումով մեր առաջարկը որն է։ Եվ առաջ շարժվելով, պարոն Կոստանյան, ես ուզում եմ ասեմ, որ դուք մեր առաջարկած մեր տնտեսագետների թիմի կողմից, որը մենք հրճակել ենք դեռևս տարիներ առաջ նոր պրոյեկտ տնտեսական ալիք, մենք տեսանք, որ մենք ասում ենք, որ այսուհետ պետք է վարել լրիվ նոր տնտեսական քաղաքականություն եւ արդյունաբերական, հա, լրիվ նոր, ոչ թե եղածի վրա։ Այդ դուք ինչ քաղաքականություն, այլ մոդել։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում դա, հետո մենք այսպես ինտերակտիվ քննարկենք։ Նայեք, այս բանը մեր տնտեսությունը ինչ որ տրանսֆորմացիայի կարիք ունի, այդ սպառողական եւ ծառայություններին ուղղված ոլորտներից անցում պետք է կատարվի արդյունաբերական բարձր տեխնոլոգիաների եւ արտահանումը խթանող ոլորտների զարգացմանը եւ մեր առաջարկ Հայաստանի ծրագիրը ինչպիսի մոդել է առաջարկում։ Այստեղ մենք պետք է ակտիվ միջամտության մոդել կիրառենք, այսինքն պետությունը իր վրա պետք է վերցնի այսպես ասած ակտիվ միջամտության ֆունկցիան, որպեսզի կարողանա այդ տրանսֆորմացիայի փուլը բավականին այսպես սահուն անցկացնի։ Երբ որ մենք ասում ենք պետությունը ակտիվ պետք է միջամտի, հանկարծ այնպես չստացվի, որ բիզնեսը մտածի, որ պետությունը եկել միջամտում է իրանց բիզնես գործունեությանը, կավլիցի, դրա մասին չի խոսքը, այստեղ պետք է մեսիջները, ուղերձները շատ པարզ դնենք, կետերը շատ པարզ դնենք։ Տեսեք, ես այս բացեմ, հետո դուք արձագանքեք։ Սիրելի հայրենակից, տեսեք, կան փաստացի պաշտոնական ցուցանիշներ վիճակագրական։ Տարիներ շարունակ սա նոր երևույթ չի, Հայաստանի տնտեսական մոդելի շուրջը, թե որ մոդելով ենք մենք ապրում եւ տնտեսությունը որ ուղղությամբ է գնում, այդ թվում քաղաքացիները, այսպես ձեռնարկատերերը եւ այլն, հախուռն մոդել։ Այո, այսպես մոդելի շուրջը վեճ գնացել է, բայց տենց չի պարզաբանվել, թե վերջ այս եղածին այլընտրանքային ինչ է առաջարկվում, նորից եմ կրկնում։ Պարզ պետքա խոսենք։ Կա մի մոդել, քիչ հետո ես դրա գնահատականը կտամ, թե ինչ է եւ կհիմնավորեմ, եւ մենք պետքա այլընտրանքային տնտեսական զարգացման մոդել առաջարկենք։ Հիմա հիմնվենք մի երկու ցուցանիշի վրա։ Տեսեք, ամենակարևոր համակարգային ցուցանիշը երկրի չափի քաշի վերաբերյալ, ոնց որ ասում ենք մարդու քաշի ինչքան է, հասակը ինչքան է։ Դա այո, համախառն ներքին արդյունքն է, հա։ Եվ անընդհատ ամենակարևոր տնտեսական, մակրոտնտեսական ցուցանիշը, որը նաև կառավարությունների հնգամյա եւ տարեկան ծրագրերի մեջ է դրվում, դա համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշն է։ Ինչքան աճ ունենք, որտեղ դրանից է կախված մնացած բոլորը խարսված են դրա հետ։ Հիմա տեսեք, մեր մոտ սպառման ծավալը, սպառում, այն ինչ որ մեր երկրում սպառվում է, եւ համախառն ներքին արդյունքի հարաբերությունը մոտ է 90%-ի։ Սա նոնսենս է։ Սա նշանակում է ինչ որ ուրեմն այստեղ աշխատում են, հիմնականում գնում է սպառման։ Ես համեմատեմ ընտանիքի հետ։ Պատկերացրեք, որ ընտանիքը ապրում է, ինքը ունի բիզնես, այդ բիզնեսի արդյունքում ինչ որ գումարներ են աշխատում, եւ այդ աշխատած գումարների 90%-ը գնում է այդ ընտանիքի անձնական սպառմանը։ Եվ այն 10%-ն էլ փոխանակ ինչ որ ներդրում անեն, դե բարձա դա բավարար չի, շատ փոքր է, պարտք կա վերցնում այդ ընտանիքը, անընդհատ պարտքերի մեջ է, եւ շարունակում է այդ եւ այդ պարտքով իր բիզնեսը ինչ որ ձևով փորձում է առաջ տանել, բայց անընդհատ այդ պարտքի սպասարկման համար ինքը տոկոսներ պետք է տա, ումից որ պարտ կա վերցնում։ Եվ եթե այդ հələ առանձին կանդրադառնանք, պարտքի հետ կապված, եթե մենք ասենք, որ մենք հիմա ունենք, պարոն Կոստանյան, ինչքան 15 միլիարդ դոլարից ավելի
պետական պարկ, այսինքն դա եւ արտաքին եւ ներքին պարկն է միասին, այդ 15 միլիարդ դոլարը սպասարկելու համար, օրինակ այս 26 թվականի բյուջեի մեջ դրված է մոտ 440 միլիարդ դրամ ընթացիկ տոկոսների մարմանը եւ մոտավորապես 630 միլիարդ դրամ մայր գումարի մարմանը, այսինքն 1 տրիլիոնից ավելի գումար դրված է այդ պարկի սպասարկմանը։ Այն դեպքում, երբ որ մենք ունենք ուրեմն պետական բյուջե մոտավորապես ուրեմն 10 միլիարդ ուրեմն դոլար կամ մոտ 3.5 տրիլիոն դրամ, 3.5 տրիլիոնից 30%-ը 1 տրիլիոնից ավելի գնում է այդ պարկի սպասարկմանը։ Համատեք ընտանիքների հետ, ընդունեք ձեր ընտանիքներում, եթե դուք ինչ-որ մի գումար եք վերցնում, հետո ձեր ինչ-որ գումար վերցրել եք, դրա 30%-ը պետք է գնա այդ պարկի սպասարկմանը եւ անընդհատ այդ պարկը սենց գումարվի, պատկերացնում եք այդ ընտանիքի վիճակը ոնց է։ Ես բարձեմ ասում, պարոն Կոստանյան, հա։ Տեսեք, պետությունը ինքը այսպես մի քիչ կարող է կոպիտ նույնացնել այս ընտանիքի հետ, բայց մոդելն է տենց։ Մենք բացատրում ենք մոդելը։ Եվ այդ սպառողական մոդելի մեջ ներդրումների չափը 18-19% է համախառն ներքին արդյունքի մեջ, հա։ Եվ այս կառավարությունը դեռևս 21 թվականին, դրանից առաջ 18 թվականին վիզ էր վերցրել իր ծրագրում, որ պետք է գոնե հասցնի 25%-ի։ Բայց մի բան էլ հետ է գնացել 17-18%, 2% էլ հետ են գնացել եւ շշգրիտ վիճակագրություն ստեղ չի հրապարակվում։ Եվ այս առումով, պարոն Կոստանյան եւ սիրելի հերոստատիտող, ես մոդելը ասեմ, հետո դուք առանձնահատկություններին կանդրադառնաք։ Ես կարծում եմ մենք այդ սպառողական մոդելից, ինչ որ ես ընտանիքի մասով նկարագրեցի, պետք է անցում կատարենք ներդրումային մոդելի։ Սա նշանակում է, որ մենք պետք է 5 տարվա ընթացքում, 6 տարվա ընթացքում գոնե կարողանանք ուրեմն այդ ներդրում համախառն ներքին արդյունքի ծավալը մեծացնենք, որպեսզի մենք կարողանանք սպասարկենք եւ մեր ընտանիքի եւ մեր պետության վերցրած պարտքը եւ կարողանանք լրջագույն տնտեսական աճ ապահովենք։ Եվ ես դրա անունը, պարոն Կոստանյան, դրել եմ, քանի որ մենք քաղաքական առումով, անվտանգային առումով դրել ենք երաշխավորված ուրեմն խաղաղություն, այդ երաշխավորված խաղաղության հիման վրա երկրորդ բազային հենքային, այո, ուրեմն դրույթը պետք է, ուրեմն երաշխավորված ներդրումներ եւ դրա հիման վրա այդ ներդրումները ինքնանպատակ չի, որպեսզի երկրում ունի երաշխավորված տնտեսական աճ եւ ուրեմն զարգացում եւ այդ ամեն ինչի հիմքում պետք է մենք ունենանք որակյալ երաշխավորված կյանքի որակ, որպեսզի Հայաստանը դառնա եւ ներդրողի համար, եւ մեր քաղաքացիների համար, եւ թոշակառուների համար, եւ դպրոցականների, ուսանողների բոլորի համար դառնա գրավիչ երկիր։ Դուք համաձայն եք, պարոն Կոստանյան, այդ մոդելին։ Նայեք, պարոն Մերկման, հետաքրքիր եզրանկում կարող ենք այդ ձեր ասած վիճակագրությունից անել, որ այսօրվա մեր հայրենակիցը ինչու է սպառում, շատ սպառում, այլ քիչ խնայում եւ քիչ ներդրում, քանի որ ինքը վստահություն չունի ապագայի նկատմամբ, կարող ենք, չէ՞, տենց անորոշության ինչ-որ բան կա, որ ուրեմն արագ սպառի վայելի, որպեսզի վաղը չգիտենք ինչա լինում, ահա։ Սա մեկ, հետո ֆինանսական գրագիտության խնդիր ունենք։ Ահա, կարևոր է։ Մեր հայրենակիցները, նույնիսկ մեր գործարար շրջապատում շատերը մեզ հարցնում են, չէ՞, հաճախ, այլ որտեղ կարելի է ներդրում անել, այլ արժի ներդրում անել Հայաստանում, ինչ արտոնություններ կան, պետությունը ինչ ֆունկցիա ունի, արդյոք հետ կբերեն ռիսկեր եւ այլն։ Այսինքն, բացի այն օրենսդրական դաշտը, որ բավականին այսպես հագեցած տասնամյակներ շարունակ նաև ձեր կողմից մշակված, չէ՞, այդ արդյունաբերական գոտիների մասին օրենքը, ազատ գոտիների մասին օրենքը, տնտեսական ուղղակի ներդրումների ներգրավման օրենքը, մրցակցության պաշտպանության եւ այլն, իրավական դաշտը բավականին այսպես ասած ֆորմալ առումով կայացած է։ Բայց կա մի այսպիսի խնդիր, որ տեղեկացվածության պակաս կա։ Այսինքն պետությունը չունի այն հարթակը կամ այն ինստիտուտը, որը մեր պոտենցիալ ներդրողին, այսպես ասած, կտանի իր ուզած տեղը, ցույց կտամ, կմատնանշի, կհուշի, ձեռքից բռնած կտանի, կասի այստեղ կարելի է ներդրում։ Քաջալերի։ Այո, քաջալերի։ Ինչ որ անջր պետք է, այսպես ասած, պոտենցիալ ներդրողի եւ պետական ինստիտուտների միջեւ։ Բայց պարոն Կոստանյան, տեսեք, այստեղ միայն դա չի։ Դուք իհարկե ճիշտ եք մատնանշում։ Քիչ հետո մենք ներդրումային ծրագրերի աջակցության մեկ պատուհանի այդ սկզբունքին կանդրադառնանք։ Տեսեք, այստեղ ինչու՞մն է հարցը։ Պոտենցիալ ներդրողը, որ նայում է պետք է Հայաստանում ներդրումներ անի, ուրեմն նա նայում է ոչ միայն այդ ընթացակարգերին, միայն ներդրումների, այլ ինքը նայում է անվտանգային հարցերին, քաղաքական կայունությանը, ուզում է այդ երկիրը ի վերջո անվտանգ է, իսկ այսպեսի հարց տանք, էլի ով է պատասխանատու լինելու ապագա այդ խոշորացավալ ներդրումների անվտանգության եւ պաշտպանության համար, հա։ Եվ այստեղ շարունակելով ձեր միտքը, ես պետք է ասեմ, որ այո, դուք իրավացի եք, մենք ժամանակին մշակել ենք այդ օրենքը արդյունաբերական քաղաքականության մասին, բայց դա պետք է զուգակցվի անպայման
ներդրումների աջակցության մեկ պատուհանի ինստիտուտի մասին։ Պետության մեջ, իշխանության մեջ ոչ թե պետք է ամենաբարձր պաշտոնյան կամ մյուս երրորդ, չորրորդ պաշտոնյաները, այսպես ուզենան կամ չուզենան ապագա ներդրողին քաջալերեն, այլ իրանք օրենքով պետք է այդ պարտականությունը ունենան։ Դա պարտականություն է օրենսդրական։ Այսինքն, եթե դու չունես այլ թողնված ազատ ոճի, հա, ինչ որ նկարիչների ձևաչափի մեջ, ապա այդ դեպքում ինքը կարող է մեկի ուրեմն փողկապը դուրս չգա, մեկի սաներվածքը դուրս չգա, մյուսը ես ինչը կասի կամ չեմ բանակցում, նորմալ լուրջ չեմ համար։ Դրա համար սա պետք է իրավական հարթության մեջ լինի, սա մեկ, եւ երկրորդ պետք է այսպես ասենք էլի, որ այդ ներդրումները ընդունելու համակարգ պետք է լինի։ Այդ կողքից նայում ասում լավ, այս ներդրումը տանեմ դնեմ, իսկ ի՞նչ է կատարվելու դրա հետ, ու փորձն է ուսումնասիրում ձեր ասած։ Նայում տեսնի նախորդ տարիներին ինչ որ ներդրումներ եղել է Հայաստանում, որ ինքը նայի համեմատի եւ համեմատում է Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ, մյուս երկրների հետ։ Մի հետաքրքիր ցուցանիշ կա միջազգային փորձում, որ ոլորտային շահութաբերության, այսպես ասած, ցուցիչներ կան։ Մեզ մոտ դա, այսպես ասած, այդքան էլ հանրային չի կամ կան, բայց հասանելի չի, կամ չկան ընդհանրապես։ Այսինքն ներդրողի համար դա լավ ինդիկատոր է, որպեսզի ինքը ուղղությունները որոշի նաև։ Սա էլ կա։ Այսինքն այդ իր կապիտալները որտեղ դնի, որ գոնե տեսեք, ասինքն ձևավորի այո, ասինքն եթե ինքը պետքա կողքի պետություններից գոնե 1-2% ավելնի շահութաբերությունը իմաստ ունեն, այլապես ինքը կվաճառի կապիտալները կտեղափոխի այլ երկրներ եւ սիրելի հեռուստադիտողներ, այդ առումով մեզ պետք է ասեն, որ հիմա եթե չափելի ասենք, վերջի մի քանի տարիների ընթացքում, 7-8 տարիների ընթացքում Հայաստանում տարեկան 100-150 միլիոն դոլարից ավելի ներդրումներ չեն եկել։ Այդ եղած ներդրումներն էլ եթե կան, մի մասը ուրեմն արտահոսել է դեպի դուրս որոշ ոլորտներում եւ այս առումով պետք է այո ասենք որ որովհետեւ հիմնականը բացի մակրո անվտանգային խնդիրներից նաեւ այսպես խաղաղ այսպես նավահանգիստ խնդրից նաեւ այն է որ համակարգը չի գործում թե այդ ներդրման ճակատագրի հետ ինչ կարող է մի ինչ որ տեխնիկական հարցով չգիտեմ կլինի շինթույլտվություն հողի նշանակության փոփոխություն չգիտեմ ինչ հարցեր որ թվում է տեխնիկական տարիներով կարող է չլուծվի կամ դատաիրավական համակարգի այսպես ոչ պատշաճ սպասարկման բիզնեսին անկախության աշխարհի դե այս տարիներով ձգձգվի եւ ուղղակի պոտենցիալ ներդրողներին կամ իրական ներդրողներին ուրեմն հիասթափության դաբերի դրա համար մենք առաջարկում ենք պարոն Կոստանյան մենք միասին քննարկել ենք երկար ժամանակ այդ հարցը ներդրումային ծրագրերի աջակցության մեկ այսպես պատուհանը որը տեսեք մենք ունենք պարոն Մերկոյան Enterprise Armenia ձեռնարկության աջակցության կենտրոնն է բայց իր լիազորությունների շրջանակը շատ նեղ է այսինքն կարող ենք մենք այդ ֆորմատը վերցնել եւ ընդլայնել նրա լիազորությունները ու այն օրը մի հատ տերմին մտաղացավ մոտս ներդրումային օմբուդսմենի այսպես ասած Կանոնա բիզնես օմբուդսմեն, որը կզբաղվի ներդրողների շահերի պաշտպանությամբ նաև եւ այն խնդիրները, այն խութերը, որ ներդրողը հանդիպում է, անթափանցիկություն որոշումների կայացման, բյուրոկրատական քաշքշուկներ եւ այլն, ուշացումներ այդ ձեր նշած ինչ որ process-ների եւ այլն, այդ օմբուդսմեն կոչվածը կզբաղվի կաջակցի ներդրողին եւ Բայց դուք կարծում եք թե այդ օմբուդսմենին բանի տեղ դնող է լինելու։ Դե ուրեմն պետք է այնպեսի լիազորությունները ոչտեն, որ բանի տեղ դնող լինի։ Տեսեք, մենք ունենք նաև արդյունաբերողների եւ գործարարների միություն, գործատուների հանրապետական միություն, մի ձևի ոնց որ ես օրինակ կակնկալեի, որպեսզի ավելի այսպես ակտիվ երկխոսություն լիներ տարբեր այսպես մարմինների բիզնես հասարակության, փոքր միջին բիզնեսի, որպեսզի վերհանվի եւ ձեր ասած ներդրողի համար հասկանալի լեզվով քայլերը պատկերացնեն թե այս երկրում ինչ կարող են անեն, իսկ ինչ վերաբերում է թե մենք ինչ ենք առաջարկում, մենք կարծում ենք, որ Հայաստանի համար այսօր շատ արդիական ոլորտը մեր առաջարկներից երրորդին է մեզ մոտենում, մոդելի մասին հասկացանք, սպառողականի փոխարեն ներդրումային։ Պետք է լինի մեծածավալ, մեգա, խոշորածավալ, խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք մի քանի միլիարդ եւ ավել այսպես դոլարների ներդրում են պահանջում եւ դրանք որպես այդ բազայավորվեն, իրանց բազան, նավահանգիստը այդտեղ հանգիստ տեղաբաշխվեն, մենք այսպես գտել ենք, որ Հայաստանը պետքա դառնա վերստին արդյունաբերական երկիր, որտեղ տեսեք, ոչ մեկ չի հայտարարում, որ մենք հայտարարում ենք, որ առևտրի ոլորտում մենք կստեղծենք, ընդունենք 100,000 աշխատատեղ։ Առևտրի ոլորտում այդ ինչ կա, որ դու պետք է նախ հավելյալ արդյունք չի ստեղծվում։ Երկրորդ
ուրեմն աշխատողների աշխատավարձերը շատ ցածր են։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի նոր տեխնոլոգիական հագեցվածության աշխատատեղեր, որտեղ աշխատավարձը բարձր լինի եւ մասնագետներ լինեն տեղ աշխատող եւ հավելյալ արդյունք ստեղծես, արտահանմանը միտված նաեւ, հա։ Եվ այս առումով, երբ որ հաղորդման սկզբում մենք ասացինք, որ մեծ գլխով փոքր մարմնով երկիր է դարել, նաեւ դա պետք է հիմնված լինի արդյունաբերության հետ միասին մեր ուրեմն մարզերի համաչափ զարգացման եւ Երևանի բեռնաթափման։ Դրա համար մենք առաջարկում ենք, որ 10 մարզում, ամեն մի մարզում լինի 1 հարկերից ազատված արդյունաբերական գոտի։ Բնավ սիրելի հայրենակիցներ, դա չի նշանակում, որ այդ գոտիները մենք պետք է 0-ից կառուցենք։ Մենք ունենք արդյունաբերական համալիրներ, որտեղ պետք է ջանք թափենք, տեղ պետք է լինի երկաթուղի, պետք է լինեն պահեստային տնտեսություններ, սառնարանային տնտեսություններ, տեղ պետք է լինի բարձր հաճախականության մալուխներ, համակարգեր, էլեկտրահաղորդման գծեր եւ այլը, ամեն ինչ որ բիզնեսը կարող է անել։ Եվ հիմա մի պրոյեկտի մասին ես ասեմ, որ մենք գիտեք, որ նաեւ որ պարոն Ծառուկյանի հետ շատ երկար քննարկել ենք տարիների այդ հարցը, տեսեք։ Հայաստանը մենք միշտ ասել ենք, չէ, չունի նավթ, չունի գազ, չգիտեմ, ինչ չունի, այն չունի, եւ մենք ունենք գունավոր մետաղներ։ Մենք ունենք մետաղական հանքանյութեր, պղինձ, մոլիբդեն եւ ուրիշ հազվագյուտ մետաղներ, չէ։ Հիմա գալիս ենք, շատ կոնկրետ ենք քննարկում։ Տեսեք, պատկերացրեք, որ մենք ամեն տարի արդեն 30-40 տարի շարունակ եւ նաեւ խորհրդային միության ժամանակ մենք դեն ենք նետել այն հազվագյուտ մետաղները եւ այն հարակից պրոդուկտները մետաղական հանքանյութի մեջ, որը ձրի օդից մեզ ուրեմն ձրի հումքեր։ Հիմա մենք մեկնաբանենք։ Տեսեք, շատ խոսել ենք նոր պղնձաձուլարանի մասին, որ մենք 40 միլիոն տոննայից ստանում ենք մոտորապես ուրեմն 450-60 հազար տոննա պղնձի խթանյութ եւ դրանից էլ կարող ենք ստանալ 120-150 հազար տոննա մաքուր պղինձ։ Այդ 40 միլիոն տոննա որ ասում է, տենց չի, կարող է ավելանա, դառնա 50, 60 եւ այլը, կախված թե ինչ համակարգ է ստեղծում։ Եվ եկեք տեսենք, որ այդ պղնձից բացի, որը հարակից կգործարկի կաբելի գործարաններ, ուրիշ գործարաններ, մենք կարող ենք ստանալ ծծմբաթթու մեծ ծավալ։ Այսինքն ոչ թե կարող ենք, դա անբաժան մասն է այդ պղնձի ձուլման արտադրության, թվում է թե սա մի քիչ կարող է ինժեներական, տեխնիկական հարց է, բայց շատ պարզ եմ ասում։ Մաքուր պղնձի ստացման հետ միասին հարակից ձևավորվում է մեծ ծավալի ծծմբաթթու։ Այդ ծծմբական թթվից մենք կարող ենք ձրի հումքա 7-8 գործարան մենք ձևավորենք։ Ուրեմն առաջինը ֆոսֆորային պարարտանյութեր, որը թանկ է, եթե ազոտական պարարտանյութի հումքը գազն է եւ դա մոտորապես մի պարկը, մոտորապես այսպես ասեմ, կարող է լինի 7-8 հազար դրամ, ասենք եթե բազապատկենք 50-ով կստանանք այդ թիվը, իսկ ֆոսֆորային պարարտանյութերը կրկնակի թանկ են եւ այդ պարագայում, բայց ֆոսֆորային ավելի համալիր ազդեցություն ունի գյուղատնտեսության համար, հողի պարարտացման, հատկապես հացահատիկային կուլտուրաների, հա, ռեգիոնում չկա ստեղ, սա մի գործարան։ Երկրորդը լաքերի գործարան, ներկերի գործարան երրորդը, չորրորդը մենք կարող ենք ստանալ ուրեմն սինթետիկ մանրաթելերի գործարան, կապրոն, վիսկոզ եւ այլն։ Մենք կարող ենք ստանալ մարտկոցների համար մեքենաների այդ էլեկտրոլիտների, այս արճիճը, հա, ասենք կապարների նույնական ներմուծում ենք։ Այո, կապար արճիճը, չնայած այդտեղ մի ուրիշ այդպես ակումուլյատորի գործարան կար։ Ի վերջո մենք կարող ենք մակրոկ զտող նյութեր ստանանք, գիպս ստանանք ծծմբաթթվից եւ գիպսից նաեւ գիպսակարդոն։ Տեսակ, որ մենք մի 7-8 ձեռնարկություն կարող ենք ստանալ եւ այս ներդրումային պրոյեկտը միլիարդների ներդրումային պրոյեկտ է, մեծ ծավալի եւ այստեղ տասնյակ հազարավոր աշխատատեղեր կառաջանա։ Եվ դա կարող է լինի մեկ արդյունաբերական գոտում, ես պատկերացնում եմ, որ դա կարող է լինի ուրեմն Արարատի հատվածում արդյունաբերական գոտում, որտեղ որ գտնվում է ցեմենտի գործարանը, ոսկու կորզման գործարանը, կամ պետք է լինի Թեղուտ, Ալավերդի այդ հատվածները, որտեղ կան համապատասխան երկաթուղի ենթակառուցվածքներ։ Հասկանում եք, սա խոշորագույն ներդրումային պրոյեկտ է եւ այս մի ներդրումային պրոյեկտը, եթե պետությունը աջակցում է, խորամուխ է լինում, բարենպաստ միջավայր է ստեղծում, անպայման միլիարդավոր ներդրումները հոսելու են այստեղ։ Ես չեմ բացառում, որ պետությունը կարող է մի 20-30% փայաբաժնել ունենա այստեղ, որպեսզի որոշակի երաշխիքներ կա։ Հասկանում եք սա ինչա, մեկ մեգա պրոյեկտը, մեկ խոշոր ներդրումային նախագիծը ինքը բավականին ազդեցություններ է ունենալու, որովհետև այս գործարանների 7-8 գործարանը, որ ասեցի, նաև փոքր, շատ միջին, փոքր ձեռնարկություններ, դրանք սպասարկել են։ Համակարգի առավելությունը դա է, որ բացի այդ հիմնական արտադրական բանից, նաև հարակից ածանցյալ սպասարկող օժանդակ ոլորտ
ոլորտներ, այո, կրթական, գիտական։ Որպեսզի մենք այսօր մեզ շատ մեր, այսպես ասած, ինքներս մեզ շատ, այսպես պրեզիդենտաբար շատ չներկայացնենք, բայց չեմ կարող չասել, որ բացի այն օրենքից արդյունաբերական քաղաքականության, մայր օրենքից 22 եւ 23 թվականի առաջի կեսին դուք գիտեք, որ իմ գլխավորությամբ ես մշակել եմ մի մոդելային օրենք, ԱՊՀ բոլոր երկրների համար, ես շահել եմ մի ուրեմն մրցույթ մոդելային օրենքի, այդպես падգամավորները գիտեն ինչ է նշանակում մոդելային օրենք, որոնք ռեկոմենդացիան են երաշխավորային են բոլոր ուրեմն երկրների համար, այսպես լեռնահանքային արդյունաբերության ազդագիր համայնքների էկոլոգիական խնդիրների հետ կապված, ասինքն դրանք պետք է լինեն ժամանակակից գործարաններ։ Եվ իհարկե ամենակարևորը, որ հիմա շատ կարևորում եմ, դուք տեսնում եք, թե Միացյալ Նահանգների նախագահան ինչ լուրջ պայքար է տանում հազվագյուտ մետաղների, հա, Ուկրաինայի հետ, ասենք մյուս երկրների հետ Ռուսաստանն էլ լիթիում-իոնային։ Այո, մեր այսպես մետաղական հանքանյութի, որտեղից պղնձի խտանյութ է ստացվում, մենք ունենք մի 2-3 պրոդուկտ, ռենիումը, լիթիումը եւ այլ պրոդուկտներ, որոնք որ մի բուրը մի 10-15 հազար դոլար արժի։ Այդ հազվագյուտ մետաղները մենք պետք է կարողանանք կորզենք եւ այդ կորզման տեխնոլոգիաները մենք պետք է Չինաստանից բերենք, հա? Թելուր, ուրեմն ռենիում, լիթիում, սրանք կարևորագույն հազվագյուտ պրոդուկտներ են, որ մենք ունենք, բայց հենց որ դեն է շպրտում։ Շատ կարևոր է, չէ՞ որ այդ 40 միլիոն տոննան ասեցինք, չէ՞։ Դուք գիտեք, որ այդ 40 միլիոն տոննայից ընդունենք 39 ամբողջ, չգիտեմ, 7 կամ 8 միլիոն տոննան է, որ ասենք թե թափումա պոչամբար, ասինքն 0.2-0.3 միլիոնն է։ Այդ պոչամբարները լցված են միլիարդ տոննայից ավել, միլիարդ, պատկերացրեք քանի տարի գնում է պոչամբար, ասենք արծվանիկի պոչամբարը։ Այդ պոչամբարը պատրաստի էժան հանք է, ձրի հանք է։ Հասկացաք, նույն ձևի Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, երբ որ սովետի ժամանակ բերել էին, այդ սարերով այդ թափոնները կային, որտեղ այն ժամանակ այդ տեխնոլոգիաները չկային։ Եվ ասինքն տեսեք, քանի ուղղություն ենք մենք նշում, որ կարող ենք մենք արդյունաբերության այս ճյուղը զարգացնելու համար։ Եվ այսօր մենք ինչ ունենք։ Մենք ունենք լեռնահանքային արդյունաբերության տոկոս համախառն ներքին արդյունքում 3% եւ վերամշակող արդյունքում 8%։ Խայտարակ փոքր թվեր են, հասկանում եք։ Որտեղ ռեսուրսահեն ինքը մոդելով է աշխատում, զուտ համախառն հանենք, եւ պատկերացրեք աշխատավարձի մակարդակը ելնելով այն իրացման ծավալներից ինչ է լինելու, մենք հասկանանք, որ մենք ունենալու ենք առնվազն, հիմա աշխատատեղերի թիվը չասեմ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր միայն այդ մեկ արդյունաբերական գոտում։ Տեսեք, այդ Երևանի բեռնաթափման այդ այսպես ասած արհավիրքը, որ մենք հայրենակիցները ամեն օր տեսնում ենք, ոդիսականը հոսքերը գալիս են մարզերից ամեն օր Երևան, միակ ճանապարհը այդ արդյունաբերական գոտիների կառուցման մոդելն է։ Չկա այլ ընտրանք, քանի որ տեսնում ենք պետությունը տասնյակ տարիներ շարունակ փորձել է, չէ՞, այդ մարզային համաչափ զարգացման որոշակի ծրագրեր անի, օրինակ սահմանամերձ մարզերում հարկային արտոնություններ բիզնեսի համար կամ հող գնիր սահմանամերձ գոտում սուբսիդավորենք տուն կկառուցես եւ այլն, բայց սրանք շատ քիչ էֆեկտ են ունեցել, քանի որ մարդուն կապողը դա կայուն եկամուտն է, չէ՞։ Եթե կայուն եկամուտ չկա, իրան չի հետաքրքրում ոչ հողը, ոչ տունը, ոչ դրան պետք է սպասարկել եւ այլն, եւ դրա տեսանկյունից ռեալ աշխատատեղ ապահովող եւ կայուն եկամուտ ապահովող արդյունաբերական գոտիների կառուցումն է եւ մենք ունենք դրա ժառանգությունը պատմական եւ մեր ամեն մարզ ունի մրցակցային առավելություններ պատմական ունեկա եւ սա օգտագործելով պետք է դա արվի օրինակ Շիրակի մարզ ունի տեքստիլի, մեքենաշինության, մանվածքային ֆաբրիկա ունի 2000 եւ ավել պոտենցիալ աշխատատեղ Լորին Վանաձորը ունի ՏՏ ոլորտ, քիմիական ոլորտ եւ նաեւ տեքստիլի ինչու՞ չէ, Տավուշը փայտամշակման, տեքստիլի։ Պարոն Կոստանյան, ճիշտ է, դուք իրավացի եք, ասենք մեր խնդիրն է, որ ամեն մարզ իր մասնագիտացման ուղին գտնի եւ պետքա կառավարությունը կարողանա միջավայր ձևավորի տեղ։ Օրինակ, երբ որ մենք գնացել ենք ձեզ հետ միասին Ալավերդի, դուք հիշում եք, այնտեղ մեզ ասեցին, որ Ալավերդուց ամեն օր 300-350 կին գնում է ավտոբուսով Վանաձորի Գլորիա ձեռնարկություն ու հետ է գալի։ Եվ օրվա ընթացքում 4 ժամ ճանապարհին սպառելով։ Եղբայր, այդ նույն բանը, եթե այդ ներուժը կա, կարելի է Ալավերդում բացել նաև այդ տիպի մի հատ փոքրիկ տեքստիլ, ուրեմն միջին կամ չափի կարի ֆաբրիկա, կարի ձեռնարկություն եւ մենք կարողանանք կամած այդ քարտեզը տնտեսական աշխատատեղերի մենք ձևավորենք։ Բնականա պետությունը չի կառուցելու, ինքը այդ խթանելու է եւ համայնքի հետ միասին այդ լուծումը գտնելու են։ Էնպես որ մենք երբ որ խոսում ենք ներդրումների եւ արդյունաբերության մասին, մեր հերոստատիտողին նորից կրկնեմ, երաշխավորված Ժողովուրդ ջան, խաղաղություն, երաշխավորված ներդրումներ եւ երաշխավորված տնտեսական աճ եւ
զարգացում, որը կբերի երաշխավորված կյանքի որակ, որը կբերի բարենպաստ միջավայր այս երկրում ապրելու։ Եվ պարոն Կոստանյան, հիմա անցնենք, քանի որ ժամանակը այսպես շատ այսպես անսահմանափակ չի, տեսեք, հաջորդ խնդիրը մենք պետք է ձեզ հետ միասին քննարկենք հարկային համակարգ, շատ կարճ։ Նախ փոքր միջին բիզնեսի մասով դուք ինչ կարծիք ունեք, որը տալիս է հարկերի 2.5% ընդամենը։ Ինչ անենք, դրանց հարկ տանենք, թե թողենք հանգիստ։ Մի հետաքրքիր վիճակագրություն կա։ Այս տարի մենք գիտենք անցանք այդ կրկնակի բարձրացավ մեր շրջանառության հարկի շեմը, բայց շրջանառության շեմը չփոխվեց, տասնյակ տարիներ շարունակ նույն 115 միլիոնի վրա է։ Այո։ Այդ շրջարկով աշխատող ձեռնարկությունները եւ անհաձեռներեսները վճարել են 770 միլիարդի կարգի պետբյուջե, իսկ մեր հարկային մուտքերը 2.5 միլիոնի կարգի։ Այո։ Ընդ որում քանակապես կրճատվել են նրանք, մոտ 4-5 հազար փոքր եւ միջին բիզնես եւ անաձեռնես փակվել են, բայց նրանց վճարած հարկային մուտքերը 30%-ով ավելացել են։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ մոտ 30-35% բեռը ավելացել է այդ գործողների վրա։ Այն մի մասը, որոնք փակվել են, մի մասն էլ անցել են ընդհանուր հարկման դաշտ։ Այսինքն չեն կարողացել հաղթահարել արդեն այդ շրջարկի շեմը եւ անցել են կամ ձեռնտու չի եղել արդեն։ Այն օրը մի հետաքրքիր տենց վերլուծություն էինք անում, որ այս դրույքաչափի պայմաններում, օրինակ 10% առևտրի, եթե դու փաստաթղթավորում չես իրականացնում, այսինքն պարտավոր ես 10% վճարել, դու պետք է ապահովես քո բիզնեսի մոտ 55% շահութաբերություն, որպեսզի ձեռնտու լինի աշխատել շրջարկի ռեժիմով, այլ ոչ թե ընդհանուր հարկման դաշտով։ Հասկանալի է։ Իսկ նախորդ շրջանում դա 27% էր, այսինքն մոտ հնարավոր։ Այսինքն դեռ մենք բեռի աճ ունենք եւ պետք է հասկանալ, դուք ճիշտ եք, որ այսպես եթե մենք վերցնենք նայենք փոքր բիզնեսի շահութաբերությունը, մենք տեսնենք, որ դա ընդհանրապես սոցիալական ուղղվածություն ունի։ Այսինքն ինքը իր օրվա հացն է տանում, ոչ մի խնայողության կամ ապագա ներդրումների համար կուտակում նա ի վիճակի չի անի, եւ այս առումով այո, մենք պետք է իրանց հանգիստ թողնենք։ Նա այդտեղ տարբեր վերսիաներ կա, կարող ենք մենք միջև 50-60 միլիոն դրամի համար 0 սահմանենք, դրանից հետո միջև 115-120-ը 1% սահմանենք։ Ուղղակի այդ 0 թե 1% սա ընդհանրապես այսպես հետագծելիությունն է ցույց տալի, որ իրանք տեսադաշտում լինեն։ Հասկանանք նաև տեսադաշտում չլինենք, թողենք ազատ իրանք ճախրեն, չէ՞, ասենք թե այդպես շատ չփորձենք վարչահարության, թեկուզ որտեղ մարդը եթե տեսնում է իրանք շատ ուշադիր հետևում է, կարող է դրանից էլ բարդություններ առաջանա, հանգիստ թողել ուղղակի։ Այ մենք ասում ենք պետք է աճի, չէ՞, փոքր միջին։ Դե թողեք աճի։ Ոնց աճի, եթե չունի այդ խնայողության։ Այս մասով ակնհայտ է, parza մեր տեսակետները համընկնում են։ Հիմա եկեք նայենք, թե բիզնես անելու համար, եթե անպայման մարդ պետք է վարկ վերցնի, ինչ տոկոսադրույքներ եւ ինչ է այտենց տոկոսադրույքներ։ Դուք նաեւ աշխատել եք բանկային համակարգում երկար տարիներ, լավ քաջատեղյակ եք այդտեղ տեղի ունեցող գործընթացներից։ Տեսեք, մեր ընդհանուր վարկերի ծավալը 6 տրիլիոնը գերազանցել է։ 7 տրիլիոնն արդեն։ Մոտ 7 տրիլիոն։ 7 տրիլիոն, ահա։ Եվ ստեղ 30%-ը այս վարկերի, դրանք սպառողական վարկերն են։ Մենք ունենք մոտ 2 միլիոն ֆիզիկական անձ վարկառու։ Տեսեք, մի այնպիսի տենդենս կա, որ այսօր շուկան հագեցած է բանկային, այսինքն չկան էլ մարդիկ, որոնք վարկեր չունեն, կոպիտ ասած։ Եվ բանկերի մեջ ինչ մրցակցություն է, ինչ տեսակի, նրանք առաջարկներ են անում մի քիչ ավելի լավ, եկեք մեր մոտ խմբավորեք ձեր վարկերը, մի քիչ էլ ավել կտանք։ Եվ այսպես իրարից փախցնելու հաճախորդ։ Այսինքն հաճախորդները այս բանկից այն բանկ։ Այսինքն մարդու ֆինանսական այդ բեռը, որը տանելու է անխուսափելի մի օր ինչ որ արդեն սնանկության, ասես ճակերտավոր ասենք, բանկերը փորձում են երկարացնել այդ։ Այսինքն այդ բանը դժբախտ այսպես տրենդը, վիճակը փորձում են երկարացնեն, որ ասենք կամաց-կամաց Տեսեք, Պոնզիի խնդիր կա, հիշում եք, որ վարկը պարտքը փակելու այսպես ասած այդ անընդհատ է։ Մեկից վերցնում է նա է փակում, հետո մյուսից վերցնում է նա է փակում։ Նույնը բանկային համակարգում։ Որ կյանքը երկարացնի, ահա։ Եվ լավ է, որ գոնե այս տարի կենտրոնական բանկը որոշ չափով խստացրեց այդ DST-ի գործակից, այսինքն վարկեր եկամուտ հարաբերակցությունը խստացրեց, այսինքն բանկերին զսպում է գերբեռնվածությունից, այսպես ասած ժողովրդին Լավ, տոկոսները ինչքան են, պարոն Կոստանյան, այսօր բիզնես վարկերի։ Բիզնես վարկերը համատաբար ցածր են, բայց ոչ բիզնեսի համար։ Տեսեք, հիպոթեկայինը միջին 14% ունենք։ Մի քիչ նվազման միտում ունի, դեպի 12.5, 13 cents։ Չես շարի 13-ով, 14% եւ մենք ունենք այսպես
սպառողական վարկերը ավելի բարձր։ Ասպեցից 18, այդ միայն անվանական տոկոսի մասնախոսքը, այդտեղ չի ներառվում այդ մյուս վճարները, հարակից միջնորդավճար, կոմիսիոն վճար, սպասարկում եւ այլն, այսինքն դա մոտ արդեն 20-24%։ Մենք տեսանք, որ 25 թվականին մեր 17 բանկերը միասին ստացել են 1.2, 1.3 միլիարդ դոլար զուտ բոլոր սա։ Բայց լավ, այդ տոկոսները պետությունը չի մտածում, մի քիչ իջացնի տոկոսները։ Այսինքն եթե նախկինում շահութաբերության վրա մեղքը կարող են բանկերը գցել կամ մասշտաբի, այսպես ասած մասշտաբը փոքր է, հաճախորդն եւ այլն դրա համար ռիսկը մեծ է եւ տոկոսը բարձր է, այսօր պետությունը ռեալ կարող է միջամտել դրան եւ հավանականություն կա մինիմում 1%-ով գոնե նվազեցնել։ Շատ բարի։ Սիրելի հայրենակիցներ, մենք կարծում ենք, ինձ թվում է մեծ մասը դուք ընտանիքներում, եթե նայում եք, վարկեր ունեք ամենատարբեր, մի ընտանիքը մի քանի վարկեր կունենա, մենք կարծում ենք, որ գոնե այս փուլում կարող է մտածել 3 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն դրամ միջև վարկեր ունեցողների տույժ ու տուգանքները կարող է պետությունը մտածի, մենք վարկային համաներում անենք այդ մասով, ոչինչ բանկերին ճիշտ այսպես կարգավորումները պետքա գտնենք, որևէ մեկը չի ուզում որևէ մասնավոր բիզնես կառույցի ինչ որ վրա այս բոստանները քար նետենք, բայց պետքա մտածել, որտեղ մենք բանկերն էլ որ հետագայում կարողանան աշխատեն, պետքա կարողանան հենց այդ իրանց վարկառուների հիման վրա հինված իրանց շահութաբեր։ Օթիշ չեն։ Իրանք այն ում որ դու սպասարկում ես, պետքա նրանց նկատմամբ հոգատար եւ շանստանք, այո, նորից կա պարզ լեզվով ասած, եւ այս առումով ես պետք է ասեմ, որ այն ինչ որ մեր տնտեսական աճի մասին է խոսում, պարոն Կոստանյան, տեսեք, էլի պարզ բան եմ ասում։ Մենք ունեցանք ուրեմն 7.2% տնտեսական աճ 25 թվականին։ 1% տնտեսական աճը բերում է 25 միլիարդ դրամ։ Ну մոտավորապես ասենք 7.5-8%-ի համար, որպեսզի կլորացնենք ավելի պատկերավոր, 200 միլիարդ դրամ։ Ուրեմն այդ տնտեսական աճը։ Եվ այդ ամբողջ տնտեսական աճի մեծ մասը գնացել է բանկերին, ինքը չի վերաբաշխվել։ Այսինքն մենք մի կողմից մեր պետությունը չկարողացավ այդ վերաարտանման ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված մաքսիմալ օգտվի դրանից, բայց օգտվեցին բանկերը, որտեղ 110,000 լրացուցիչ հաշիվներ բացվեցին, վարկերը չիջան, միջնորդավճարները աճեցին, հա եւ այլն, մենք պետք է այնպեսի մեր մոդելը, սիրելի հայրենակից, պարզ եմ ասում, կայանում է նրանում այդ ներդրումային մոդելը, որպեսզի մենք կարողանանք պաշտպանենք ներդրողներին, տեսեք, քայլերն եմ ասում, պարզ, դու քաջալերում ես առաջի քայլ ներդրողին։ Դու միջև այդ ստեղծած ես լնում ներդրումների ընդունման համակարգը, մեկ պատոհանը, երկրորդ։ Երրորդ, դու ներդրումները բերում ես, ներ ես դնում այն ճյուղերում, որոնք որ հավելյալ արդյունք արտահանմանը միտված արտադրանք եւ բարձր արտադրողական աշխատատեղեր ստեղծվում, խոշոր պրոյեկտներում, որպեսզի տեսանելի եւ չափելի լինի, մեկը արդեն ասեցինք, պղնձաձուլարանի եւ 7-8 ուրեմն գործարանների մասով, այդ աշխատատեղերը բարձրացնում են մարդկանց կենսամակարդակը, որտեղ բարձր աշխատավարձ են ստանում, մշտական աշխատանք են ապահովում եւ դրանք ուրեմն մեր բանկերի հաճախորդներն են։ Բայց բանկն էլ պետք է հանդիպակաց քայլ անի։ Եթե դու տեսնում ես վեր ես ուզում, տեսնում ես որ վիճակը հենց է, որ ում որ դու սպասարկում ես նրանց ուրեմն վիճակը վատանում է, դու պետք է քայլ ձեռնարկես, փոխադարձ նրան գնաց, որոշակի աջակցություն տաս, որ ինքն էլ ուրեմն այսպես հետագայում դու երկարատև կարողանաս ուրեմն այսպես քո եկամուտները ստանաս։ Որևէ մեկը դեմ չի, որ մեծ եկամուտ ստանան, բայց տնտեսական աճը, որի արդյունքում դու ես գեներացրել, քաշել տարել ես այդ ամբողջ աճը, դա ընդունելի բան չի եւ սա պետության տնտեսական քաղաքականության մարդակենտրոն լինել չլինելու մասին է խոսում, հա, պարոն Կոստանյան։ Եվ քանի որ հարկերից խոսեցինք, գույքահարկի հետ ինչա կատարվում։ Գույքահարկը գիտենք այս տարի ամբողջությամբ մտնում արդեն իր այդ ավելացված բազմապատկված 4 անգամ բազմապատկված ծավալի մեջ 25 թվականին օրինակ Երևան քաղաքի եթե կտրվածքով ասենք մոտ 35 միլիարդ ընդհանուր գույքահարկ եւ հողի հարկ է վճարվել բյուջե Երևանի, որից մոտ 27-28 միլիարդը դա շենքշինությունների եւ հողի հարկն են, մնացածը փոխադրամիջոցների եւ ունենք 160 միլիարդ բյուջե, բայց չենք ստանում համարժեք դրա դիմաց ծառայություններ արդեն համայնքային։ Օրինակ դուք ինչ եք ուզում ստանալ, որ չեք ստանում։ Ցանկանում ստանալ բարեկարգ ճանապարհներ, պատշաճ լուսավորություն, մաքրության պատշաճ աստիճան, խցանումների գոնե որոշ չափով թեթևացում, այ կհիշեք, չէ՞, կարմիր գծերն է, չէ՞, 7 հակի ավելացան։ Պարոն Կոստանյան, շատ բաներ եք ուզում, շատ բաներ, ոնց թե շատ բան եք ուզում։ Լավ, մի քիչ պլանկան քիչ։ Պլանկան նշածողը իջացրեք, տեսեք։
իհարկե այս համամիտ է, ցավոք սրտի սա լուրջ նաև սոցիալական լարվածություն է առաջացնում, երբ որ տնից դուրս գալը, այսպես եւ ժամանակի ծախսը եւ միտեղ կայանել չկայանելը, ասենք այդ ենթակառուցվածքները պետք է շատ սինխրոն կայանան, եւ իհարկե քանի որ ժամանակ կարճ է, մենք արդեն հասկացանք, որ դու գույքահարկը մեծացնում ես, ուրեմն դիմացը որակյալ ծառայություն տաց, այս պահին քանի որ այդ ծառայությունը չկա, մենք առաջարկում ենք երկու անգամ առնվազն կչացնել, սպասել թող կամաց շանս տալ, այդ երկու անգամը չեմ ասում 4 անգամ, երկու անգամ որպես այն ծրագրերը քայլ առ քայլ նաև համայնքը կատարի եւ իհարկե մենք չենք կարող խուսափել սոցիալական մեր խնդիրներից, տեսեք գազ, էլեկտրաէներգիա, հանգիստ կարելի է գազի սակագինը 10%-ով իջացնել, ասել եմ կարճ, ուրեմն գազի սակագինը հաշվարկված է $1 470 դրամով, 50-60 միլիարդի խնայողություն կա։ Բերեք տվեք այդ խնայողությունը, թող ժողովուրդը մի քիչ շնչի, այդ կոմունալներին քիչ վճարի։ Եվ իհարկե թոշակ նվազագույն աշխատավարձ։ Տեսեք, 10,000 դրամով թոշակը բարձրացրինք, չէ՞։ Դուք հիշում եք, որ մենք միասին Ախուրյանում են պապիկը հարց տվեց 36,000 դրամով ոնց ապրի։ Այո, ոնց ապրի եւ տեսեք ինչ բում առաջացրեց դիտումների առումով դա։ Հիմա տեսեք, որպեսզի 10,000 դրամ այն ժամանակ մենք հաշվարկեցինք, որ դրա մասին խոսքել չկար, 72 միլիարդ դրամ ուրեմն գումար է պետք։ Հա, ասինքն 3% տնտեսական աճը պիտի տաս թոշակին։ Հիմա որպեսզի մենք կարողանանք նվազագույն սպառողական զամբյուղին հասցնենք, մեզ պետքա եւս պետքա 6-7% կամ 9% տնտեսական աճ։ Հիմա դուրս է գալի, որ 10% տնտեսական աճ նվազագույնը պետք է ուղղվի այդ թոշակին։ Սա իրատեսական է թե չէ, սրա մասին մենք կարող ենք խոսել այն դեպքում, սիրելի հայրենակից, եթե ստեղ էլի ներդրումները կան, ասինքն այն մեր ասած երաշխավորված ներդրումներն ա բերելու երաշխավորված թոշակի ապահովում եւ իհարկե նվազագույն աշխատավարձի, կարծում եմ պարոն Կոստանյան դուք էլ համամիտ կլինեք, որ այո դա հնարավոր է, եթե մենք կարողանանք այդ նավահանգիստը խաղաղ ներդրումների միլիարդների համար մենք կարողանանք միակ ճանապարհը տնտեսական կայուն աճն է։ Ոչ թե թերիչքաձև։ Այո, եւ սելի հերոստատիտող ամփոփելով, շնորհակալություն պարոն Կոստանյան, այսօրվա ուրեմն մեր աշխատանքին այսպես ակտիվ մասնակցելու համար, սելի հերոստատիտող։ Ուրեմն տեսեք, երբ որ մենք խոսում ենք տնտեսական հարցադրումներից, մարդիկ ունեն ինչ-որ նախասիրություններ։ Կարող է այստեղ մի քիչ շատ մասնագիտական կամ խորքային ինչ-որ բաներ ապահանջում, կարող է մի քիչ այլ բաներ պետք է շատ ավելի པարզ ասենք, բայց ոնց էլ ասես կամ չասես, մենք որպեսզի ունենանք երաշխավորված խաղաղություն, մեզ պետքա տնտեսական անվտանգություն եւ մեզ պետքա երաշխավորված ներդրումներ։ Երկիրը պետք է կողքից նայեն, հասկանան, որ այս երկիրը անվտանգ երկիր է, ստեղ կարելի է փող դնել, եւ փողը պաշտպանված է։ Այդ դեպքում մենք կարանք բալանսը փոխենք, գիտեք ինչ եմ ասում, կողքի երկրի հետ կապված, այնպեսի բալանս ունենանք, որպեսզի մենք ոչ թե այդ խաղաղության հետ կապված այսպես շատ հուզվենք, շատ մտորումներ ունենք, այլ իսկապես ուժեղանանք, բայց այս վերջի 5 տարում այդ քայլերը արվել է, որ մենք գանք դրան, թե արվել է ընթացիկ օրակարգային հարցեր։ Ես կարծում եմ, որ չի արվել, որովհետև գնացել ենք, տեսեք, որ ասում եմ մոդելը փոխենք, էլի մի բարձ բան ասեմ։ Մեկը ասում է հարկի տոկոսը սենց անենք, մեկը ասում է այս թոշակի մասը մի քիչ սենց անենք։ Ժորժ ջան, խոսքը չի գնում նրա մասին, որ դու ունես շենք, այդ շենքը ասում ենք մի հատ ներկենք, որ սիրունանա, կամ մի հատ տանիքը վերանորոգենք, որ ասենք ջրերը այստեղ այնտեղ խոսքը գնում է լրիվ նոր ֆունդամենտալ, այդ շենքը պետքա հիմքից սկսած դու փոխես, նոր ֆունդամենտալ շենք մեջից կառուցենք, կարող է պատերը, եթե ամուրեն կանգնած մնան, բայց այդ ֆունդամենտը պետք է փոխես, որպեսզի այդ շենքը սկսի շնչել ģեր ժամանակակից պահանջներին համապատասխան։ Ցավոք մենք ժամանակ չունեցանք կողքի Իրանի հետ կապված ուրեմն տեսնենք թե ինչ է կատարում, հաջորդ անգամ քննարկենք, որովհետև զարգացումները անկեղծ ասած իմ դուրը չի գալի, թե որ ուղղությամբ ա գնում եւ կարող է ամբողջ տարածաշրջանը հիմք հանդիսանա, Աստված մի արածե, որպեսզի ավելի գլոբալ պատերազմական process-ներ գնան։ Ինչևից է դուք բան ունեք ամփոփելու։ Ես կուզեմ բացի այս դրույթներից զատ մի բան ասել, մեր ժողովրդի շրջանում, իմ շրջապատի եւ նաեւ թար հարցումներ, բան որ նայում ենք, այսպես հիասթափության ինչ որ ալիք կա ժողովրդի մոտ, ինչ որ հուսահատության, հավատի կորստի, ես ուզում եմ հորդորել եւ խնդրել մեր հայրենակիցներին, որ առանց ձեր ակտիվ միջամտության, առանց ձեր մասնակցության որևէ ծրագիր, որևէ արդյունավետ ծրագիր կամ մոդել հնարավոր չէ իրագործել, այնպես որ խնդրում եմ հույսով եւ հավատով եւ նաեւ ոգեորությամբ լծվեք ապագայի հանդեպ, քանի որ ինչպես ասացվածքն է ասում հայտնի, դժվար ժամանակները ուժեղ մարդկանց են ծնում, այնպես որ շատ լավ բան ասեցիք։
Վան Կոստանյան, նորից շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, տեսեք։ Մենք համառոտ ներկայացրինք առաջարկ Հայաստանի շրջանակներում որոշ կարևորագույն դրույթներ։ Սա ամեն ինչը չի։ Դեռևս մեզ սպասում է, որ մենք ավելի ամփոփ, ամբողջական կներկայացվի ձեզ, բայց մենք որոշակի ուղղություններ ներկայացրեցինք, որում մենք համոզված ենք, որը դա 1, 2, 3 ամսվա կամ տարվա, այսպես արգասի կարծունք չի, այսպես 10-15 տարի ուսումնասիրելով գոնե ես դուք գիտեք, որ այդ բոլոր խնդիրները ես համոզված եմ, որ լուծումը այս մոդելի փոփոխության մեջ է, բայց այդ մոդելը պետք է ունենա ժամանակակից մի քիչ էլ թեկուզ կոշտ քաղաքական կամք ցուցաբերելու ունակություն, որպեսզի այդ քաղաքական կամքի հաշվին եւ ժողովրդի աջակցության հաշվին մեր նոր ներդրումային մոդելը կյանքի կոչենք։ Ինչևից է կհանդիպենք հաջորդ շաբաթ։